Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը հորինվածք է անվանում տելեգրամում հայտնված վարկաբեկիչ տեսանյութերը, չի բացառում, որ գաղտնի տեսանկարահանումներ արված լինեն իր դեմքը ֆիքսելու համար, հետո մոնտաժով ստացած լինեն սկանդալային բովանդակությունը։ Անհեթեթություններ են, հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճին։ Որևէ մեկը պատասխանատվություն կքրի օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալներ հավաքելու եւ տարածելու համար։ Արշակ Սրբազանն էլ զրպարտության համար կարա անվերջ անթիվ դատարաններով գնա։ Թողարկման առաջին մասում կպատմենք նաև մանրամասներ Բաքվում ընթացող շինծ ու դատավարությունների մասին։ Պատանդի կարգավիճակ ունեցող հայերը դիմադրում են ակնհայտ ճնշումներին, բայց նրանց ձեռքերը կապված են Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո։ Որոշակի բանակցություններ ընթանում են, որպեսզի հայտնաբերվի Կարմիր խաչին փոխարինող մարմին, կառույց։ Հոկտեմբերի 25-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը հորինվածք է անվանել տելեգրամում հայտնված վարկաբեկիչ տեսանյութերը, առաջարկել դնել դրանք սեռավորվող ՔՊԱ-ականների պատերին։ Նա չի բացառել, որ գաղտնի նկարահանումներ արված լինեն իր դեմքը ֆիքսելու համար, հետո մոնտաժով ստացած լինեն սկանդալային բովանդակությունը։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել։ Փաշինյանի երկիրը ցնցած այս ստատուսի հրապարակումից 5 ամիս հետո է պայթել սկանդալը Արշակ Սրբազանի անվան շուրջ։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը փաստորեն հասել է կեղտոտ կոմպրոմատների հրապարակման փուլին։ Տելեգրամյան անհայտ ալիքի հրապարակած տեսանյութերում ըստ հրապարակողի երևում է Փաշինյանի վկայակոչած ինտիմ կապը։ Ըստ իրավապաշտպանների էական չէ ինչ է երևում։ Ապօրինի ձեռք բերված ու հրապարակված տեսանյութերը չեն կարող անգամ քննարկվել։ Օմբուդսվումն Անահիտ Մանասյանն է անգամ հայտարարել, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալներ հավաքագրելը կամ տարածելը հակասահմանադրական է ու խախտում է մարդու հիմնարար իրավունքները։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը հորինվածք հերյուրանք է անվանում իր անվան շուրջ աղմուկ բարձրացրած տելեգրամյան անհայտ ծագման տեսանյութերը։ Անհեթեթություններ են, հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճին։ Սրբազանի խոսքով տելեգրամյան այդ հրապարակումները երկրի հակառակ կողմը վերնագրված պղծապատումին չզիջող զրպարտություններ են, ըստ նրա դրանք տարածելը բնորոշ է գործող իշխանության գործելավոճին։ Որ գործելավոճին հակաեկեղեցական արշավ ինչպես բնութագրում։ Հակաեկեղեցական մարդկանց վարկաբեկելու, հասարակությունը պառակտելու, մարդկանց եւ ընտանիքի անդամներին եւ անհատներին թիրախավորելու, անպատճառ վիրավորական զրպարտչական բնույթի արտահայտություններ, ձևակերպումներ անելու համընդհանուր վակխանալիա։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը չի բացառում, որ գաղտնի նկարահանումներ արված լինեն իրեն նույնականացնելու համար եւ հետո մոնտաժային հնարքներով ստացած լինեն վարկաբեկիչ տեսանյութերը։ Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանքը։ Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև հայկական ժամանակ օրաթերթում, ինչպես եւ ՔՊԻ սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն, ասում է Սրբազանը։ Իսկ թվում է, եթե ուշադիր հետևում եք, նա իշխանություններին մեղադրում է երկրի շուրջ վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության ֆոնին խեղկատակություններով զբաղվելու համար։ Սրբազանը զրպարտություն է համարում նաև տեղեկությունը, թե ինքը պահանջել է վեհապար Հայրապետի հրաժարականը։ Կոնտենտը հորինողները իրենք բացատրություններ տան։ Սրբազանը վստահություն է հայտնում, որ եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու գործելավոճը որևէ արդյունք չի ունենալու եւ դիմում է օրվա քաղաքական իշխանությանը։ Խնայեք ձեր էներգիան, պարոնայք եւ տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն ձեր երեսների հակառակ կողմերը։ Ալբերտ Սերոպյան, Աշոտ Պնոյան, Հայլուր, Էջմիածնից։
Փաշինյանի ընդդիմախոսների դիտարկմամբ եկեղեցին ու հոգևորականությանը հեղինակազրկելու այս քայլերը նպատակ ունեն պայմանական ասած փաշինյանական աղանդ ստեղծելու։ Այն կառուցվելու է ենթադրաբար Հովաննավանքի շուրջ։ Փաստաբան Վահան Հովանիսյանը օրինակ կարծում է, որ տեսանյութերը հրապարակվել են այսօր, որպեսզի արդարացվի իր խոսքով վաղը Հովաննավանքում նախատեսված պղծությունը։ Այդպես է նա անվանել Կիրակնորյա պատարագը, որ պատրաստվում է մատուցել Ստեփան Ասատրյանը, կարգալույց քահանան, որին պատրաստվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, ենթադրաբար Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Որևէ մեկը պատասխանատվություն կկրի, փորձել է պարզել Լանա Համբարձումյանը։ Արշակ Սրբազանի անվան հետ կապվող աղմկահարույց տեսանյութերի հրապարակման համար պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն, պնդում է իրավապաշտպան Հովանես Իշխանյանը։ Եթե այդ տեսանյութը հրապարակվել է եւ այդ մարդու իրավունքները խախտվել է, իրավապահները պետք է զբաղվեն, գտնեն այդ մարդկանց, ովքեր որ տարածել են եւ համապատասխան պատժի ներկայացնեն մարդու անձնական կյանքի մեջ խառնվելու համար։ Հիմա ըստ իրավապաշտպանի իշխանականները փորձում են տեսանյութերի համացանցում հայտնվելու համար մեղավոր կարգել ամենայն հայոց կաթողիկոսին։ Իշխանամերձ լրատվամիջոցները այն թեզն են առաջ տանում, թե իբր Գարեգին II-ը այդպես ցանկացել է խայտառակ անել Արշակ Սրբազանին, որն իբր պահանջել է իր հրաժարականը։ Իրավապաշտպանը համոզված է, իշխանությունը ձգտում է ամեն գնով հիմքեր գտնել վեհափառին կալանավորելու համար։ Հիմա իրանք գցում են կաթողիկոսի վրա, որ իրանց լվանան, իբր թե մենք չենք, էլի, կաթողիկոսը տես վիդեոներ ապա։ Բայց բանը նաև հաշվի առնելով, որ Արշակ Սրբազանը հերքել է, Արշակ Սրբազանն էլ զրպարտության համար կարա անverջ անթիվ ոչ միայն զրպարտության, այլ նաև իր անձնական կյանքը եւ անձեռնխելիությունը ոտնահարելու համար կարա ասենց դատարաններով գնա ու ստիպի, որ իրավապահները գտնեն այդ մարդկանց, թե ով է տարածել, կգտնեն։ Չորեքշաբթի ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն էր ասել, թե եպիսկոպոսն անձնական կյանք չպետք է ունենա։ Հայաստանի վարչապետը քիթը կրոնական կազմակերպության մեջ խոթելու իրավունք չունի, բայց արել է։ Վարչապետի հայհոյախառն ելույթից ընդամենը 4 օր անց են Տելեգրամյան անհայտ ալիքում հրապարակվել կասկածելի տեսանյութերը։ Իդեպ այդ ալիքը հիմա արդեն հասանելի չէ, քանի որ խախտել է Տելեգրամի կանոնները։ Իրավական տեսակետը ինչ ասում է, դու կարող ես կրոնական կազմակերպություն գրանցել, եթե քո կրոնական կազմակերպությունը համապատասխանում է Հայաստանի օրենքներին։ Հիմա Հայաստանի օրենքներին համապատասխանում է, որ Հայաստանի քաղաքացին ունենա անձնական կյանք, չի արգելվում, ուրեմն կարա։ Հիմա գալիս ենք բանին, եկեղեցու կանոնադրությանը։ Եկեղեցու կանոնադրությունը գուցե եւ ասի, որ դու չես կարող ունենալ անձնական կյանք, եթե կուսակրոն քահանա ես, բայց դա կրոնական կազմակերպության գործն է, իրենց կանոնագիրքն է, իրենց անելիքն է։ Հովանես Իշխանյանը նկատում է, այդպիսի բովանդակությամբ տեսանյութեր տարածելով թունավորում են հասարակական կյանքը։ Իշխանության հակաեկեղեցական արշավն արդեն 5 ամիս է ստրեսի ու լարվածության մեջ է պահում մարդկանց։ Եթե դու վեր ես կենում ու ազգային ժողովից ատելության խոսք ես տարածում, դու այդ համերաշխությունը խախտում ես, բաժանում ես թիմերի, բայց համերաշխություն պահպանելու համար իրանք երթում են տվել։ Ուխտա չէ, դա պատգամավորական ուխտն է, իրանք պատգամավոր դառնալուց կանգնել են, ասել են, որ խոստանում են պահպանել ազգային հասարակական համերաշխությունը։ Ուխտ են տվել, պահպանում են, սա իրար գզում են, չեն պահպանում, չէ, դե թող հելնեն հրաժարական տան։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Իդեպ Արագածոտնի թեմա այսօր հայտարարել է, որ թեմի 21 հոգևորականներ քննչական կոմիտեից Կիրակի առավոտյան 9-ին նույն քրեական վարույթով Երևան քննչական մարմին ներկայանալու ծանուցագրեր են ստացել։ Սա ըստ հայտարարության նշանակում է, որ խախտվում է օրենքը, քանի որ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին։ Յուրաքանչյուր Կիրակի, ինչպես գիտեք, մատուցվում է սուրբ ու անմահ պատարագ բոլոր գործող եկեղեցիներում։ Քննչական մարմին ներկայանալու դեպքում հոգևորականները կթողնեն են հավատացյալներին առանց սուրբ հաղորդության։ Բացի դա, ոչ աշխատանքային օրը քննչականում առանց փաստաբանների կմնան հոգևորականները։ Մեջբերեմ, սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ են կանում քննչական մարմին մեզ հրավիրել հարցաքննության որևէ ուրիշ օր, նախապես առնվազն 2 օր առաջ ծանուցելով հարցաքննության մասին։ Մեջբերման ավարտը։
Անցնենք առաջ 10 օրից լրանում է Ադրբեջանի առաջ Միեդի դրած պարտավորության ժամկետը։ Բաքուն պետք է Եվրոպական դատարանում գերիների վիճակի պահման պայմանների վերաբերյալ զեկույց ներկայացնի։ Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո այնքան է բարդացել Բաքվի բանտերում գտնվող հայերի վիճակը, որ Ռուբեն Վարդանյանը անգամ մասնավոր փաստաբանի ծառայություններից է հրաժարվել, ցույց տալով, որ կանխորոշված հունով է ընթանում դատավարությունը։ Ոչ մի փաստաբան իզորու չէ փոխել դրա ընթացքը։ Չնայած սրան, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները համառ պայքար են մղում իրենց իրավունքների համար, մերկացնելով Ալիևյան դատավարության էությունը։ Վերջերս հայտնի դարձած փաստերից մեկը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդել է որպես վկա դատարան կանչել Հայաստանում ծնված ու Հայաստանում բնակվող Կնյազ անունով մի ադրբեջանցու։ Այստեղ պաշտպանությունը առհասարակ բացակայում է։ Ոչ մասնավոր փաստաբան, ոչ հանրային պաշտպան այս պահին չունի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Իր մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելուց հետո Վարդանյանը չի ցանկացել ունենալ նոր մասնավոր փաստաբան։ Դժգոհ է դատական պրոցեսից, անարդյունավետ է փաստաբանի աշխատանքը, ընտանիքին հայտնել է Ռուբեն Վարդանյանը։ Ըստ էության ներկայացրել է պատճառները, որոնք ոչ թե կապված են միջանձնային հարաբերություններով, այլ պաշտպանության կազմակերպման հնարավորությունների բացակայությամբ։ Մասնավոր փաստաբանի ներկայությունը միայն օգնել է լեգիտիմացնել բեմադրված ձևական դատավարությունները, պնդում է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Սահակյանի խոսքով Ադրբեջանում փաստաբանները գործում են իրավապահ մարմինների ցուցումներով, աշխատում են դատական ու քննչական մարմինների հետ։ Սա այն եզակի դեպքներ, երբ անձը հնարավորություն ունեցավ ներգրավել մասնավոր փաստաբան, որը գոնե պետք է օգներ ադրբեջանական դատարաններում հարցերի ներկայացմանը, բայց անգամ պաշտպանի գործունեության այնպիսի սահմանափակումներ են եղել, որը զրկել է ցանկացած պաշտպանության հնարավորությունից։ Ու քանի որ անձերի փոփոխությունից իրավիճակ չի փոխվում, Վարդանյանի պաշտպանությամբ կզբաղվի Ադրբեջանի որևէ հանրային պաշտպան, այնպես ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեպքում։ Ադրբեջանական ազերթաչը շարունակում է մասնատված տեքստեր հրապարակել, իբր դրանք դատարանում հայտարարել են Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ըստ պետական լրատվամիջոցի, վերջին նիստին Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ ցանկանում է 2020 թվականի տավուշյան իրադարձություններին վերաբերող տեսանյութ ներկայացնել պայմանով, որ այն նախ կդիտեն ինքն ու փաստաբանը։ Մի հայտարարություն էլ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն է արել, խնդրել, որ որպես վկա դատարան կանչեն Հայաստանում ծնված եւ Հայաստանում բնակվող Կնյազ անունով մի ադրբեջանցու։ Մանուկյանն ասել է, որ Կնյազի ազգանունը չի հիշում, գիտի միայն, որ տղամարդն աշխատում է Մասիսի շրջանի Սայաթնովա գյուղի գունավոր մետաղների վերամշակման գործարանում։ Անգամ ադրբեջանցիների զգուշավոր ընտրությամբ հրապարակված փաստերն են ցույց տալիս, որ պատանտի կարգավիճակ ունեցող հայերը դիմադրում են ակնհայտ ճնշումներին, ամեն հնարավորություն օգտագործում, ցույց տալու մեղադրանքի թշվառությունն ու կեղծիքները, այնուամենայնիվ կապված են ռազմագերիների ձեռքերը, հատկապես վերջին 3 ամիսներին Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո, նկատում է իրավապաշտպանը։ Որոշակի բանակցություններ ընթանում են, որպեսզի հայտնաբերվի Կարմիր խաչին փոխարինող մարմին, կառույց, սակայն այդ ջանքերը անարդյունավետ են։ Սահակյանի տեղեկություններով սեպտեմբերին խոշտանգումների կանխարգելման միջազգային կոմիտեն է Բաքու այցելել։ Տեսակցել է հայ ռազմագերիներին, թե ոչ, հայտնի չէ։ Հայ իրավապաշտպանները սպասում են նոյեմբերի 4-ին։ Այդ օրը Եվրոպական դատարանում Ադրբեջանը գերիների վիճակի պահման պայմանների վերաբերյալ զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։ Լիլիթ Խալաթյան, Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվս երկու լուր մինչև թողարկման երկրորդ մասին անցնելը նորից կրակոցների ձայներ են լսվել Երևանում։ Այսօր ոստիկանները Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեից ահազանգ են ստացել, որ կրակոցներ են լսվել կա վիրավոր քաղաքացի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը հոսպիտալացվել է որովայնի հրազենային վնասվածք սրտի կանգ ախտորոշմամբ ու գիտակցության չգալով մահացել է։ Հիվանդանոցում մահացել է նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին Մխիթար Մարգարյանը։ Գիշերն են նրան հրազենային վնասվածքով տեղափոխել բժշկական կենտրոն, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ինքն է կրակել իր կոկորդին օրինական զենքով։ Դեպքի վայրում Երիցյանների սուպերմարկետի հետնամասում ոստիկանները գտել են ատրճանակ, կրակված պարպուճ, արյան հետքեր։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ։
Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ես 8 անգամ ամյոնից ներողություն խնդրեմ։ Ես տման չեմ խոստացել երբեք։ ԿՊԱ-ական Նարեկ Գրիգորյանը չի պահում խոստումը, նա խոստացել էր 8 անգամ խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, եթե Տաշիր գրուպը Գեղարքունիքում արված գետ 1 բարեգործություն ցույց տա։ Մեր ձևով շարժումը հրապարակել էր փաստեր։ Հայ տղամարդը պետք է լինի իր խոսքի տերը։ Կտեղափոխվենք Գազա, իսրայելական ռումբերը որբ են թողել մոտ 40,000 երեխայի, 36 երեխայի են պահում ումը եւ նրա ամուսինը։ Երեխաները լաց են լինում սովից, լաց են լինում իրենց մեռած ծնողների կարոտից։ Եվ կվերադառնանք Երևան, կրկեսի շենքի պայթեցումից 13 տարի հետո բացվել է նոր կրկեսի վարակույրը։ Շոուն սիրո մասին է, ինչպես կյանքում ամեն ինչ։ Եվ այսպես ԿՊԱ-ական Նարեկ Գրիգորյանը չի պահում խոստումը։ Նա խոստացել էր 8 անգամ խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, եթե Տաշիր գրուպը Գեղարքունիքում արված գետ 1 բարեգործություն ցույց տա։ Մեր ձևով շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն էլ հրապարակել էր փաստեր, սակայն Նարեկ Գրիգորյանը ներողություն խնդրելու փոխարեն նոր պայմաններ է դրել, պատմում է Թերեզա Կադաևչյանը։ Խորհրդարանի ամբիոնից բարերար Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն չի խնդրի ԿՊԱ-ական Նարեկ Գրիգորյանը, այնինչ խոստացել էր։ Արդեն ներողություն խնդրել եք, Սամվել Կարապետյան խոստանում եք ներողություն խնդրել։ Ես տման չեմ խոստացել, երբեք Կալուգայի Սամոյից չեմ ասել ներողություն կխնդրեմ, կամ ինչ որ դուք ասացիք Սամվել Կարապետյանից։ 10 նոր առաջ Ֆակտոր TV-ի լրագրողի հարցին, թե վախենում եք, որ Իվանիշվիլիի մեթոդով բարերար Սամվել Կարապետյանը իշխանազրկի ԿՊ-ին, Գրիգորյանը պատասխանել էր. Ես Գեղարքունիքի մարզից եմ, եթե մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում ինձ ցույց տաք, ես 8 անգամ ամյոնից ներողություն խնդրեմ։ Ցույց տվեց մեր ձևովը։ 2022-ին Գեղարքունիքի Սոտք գյուղի վրա Ադրբեջանի հարձակումից տուժած 147 տուն է վերակառուցվել Սամվել Կարապետյանի միջոցներով։ Եկավ, տեսա, որ տունը անմխիթար վիճակում է, պատերը կայուն չէր, ճիշտ ասած այստեղ է ընկել ռումբը ու պայթելա մեր տունը շատ է վնասել։ Այս տները, որ տենում եք, են կանոնի քրիչները։ Դրանք սաղ Սամվել Կարապետյանն ասակել պատերազմից հետո 44 օրից հետո, որ վնասվել է, մարդը եկավ փոխեց 140 քանի հատ ծրիչ։ Դեռ օգոստոսի վերջին, երբ Նարեկ Գրիգորյանը կասկածի տակ չէր դրել Սամվել Կարապետյանի Գեղարքունիքում արած բարեգործությունները, Սոտքում Արմնյուզի տեսախցիկի առաջ մարդիկ խոսել էին կառավարության ու Տաշիր բարեգործականի արած գործերի տարբերության մասին։ 4 տուն է ընդամենը պետությունը շինել։ Հայոց լեզվի ուսուցչուհի 68-ամյա Ադելինա Մնացականյանը պատմել էր, պետությունից որպես աջակցություն ճուտ ու մի քանի տնկի է ինքը ստացել։ Մի անգամ ճուտեր են բերել ջրի տվել, իհարկե բոլոր ակլորին։ Նպատակահարմարել չէր պահելը։ Էլ ինչ ասեմ։ Դա տնկիներ են տվել։ Բայց ամենամեծ աջակցությունը Սամվել Կարապետյանից են տեսել, ասում է Սոտքի բնակիչը։ Ամենամեծ բարեգործությունը, որ արել են, մեր տան կտուրներն են, որ տանիքները որտեղ ապրող կա ու վնասվել է, մարդը իր միջոցներով եւ տանիքները փոխեց։ Մերը նույնիսկ փայտեր են ավելացրել, մի քիչ բարձրացրել, ինչ որ հարմար սարքել էլի, այս դեմը մերը եղել է։ Չուզեցին ոնց որ քանդեն թողնեն, արեցին, էտել արեցին տղաները, հետո պատերը, որ սենց միատեսակ են արել, էտել է իր շնորհիվ։ Եթե սա չլիներ, ինձ թվում է էլի շատ վհատվողներ կլինեին։ Իշխանությունը փորձում է արժեզրկել Տաշիր բարեգործական հիմնադրամի գործունեությունը։ Մեր ձևովը պնդում է Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի։ Փոխարենը ԿՊԱ-կանը արդարանում է, թե Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործոն դառնալու համար էր 2022-23 թվականներին տներ կառուցում։ Իսկ դրանից առաջ ու այդ 2022-23 թվականին արդեն անցած տարի էլ դպրոցում պայուսակ բարն էր։ Մեր մեծերը եւ մեր պապերը սովորացրել են, որ հայ տղամարդը պետք է լինի իր խոսքի տերը։ Բան ես ասել, պիտի անես։ Post factum նոր պայմաններ մտցնել չէ էլի։ Մեր ձևով շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը Գեղարքունիքում Տաշիր գրուպի այլ ներդրումների մասին է հայտնում, ստիպված։ Գեղարքունիքի մարզում 2020 թվականին ճամբարակ
առողջության կենտրոնը եւ Արթենիսի հիվանդանոցը Տաշիր բարեգործական հիմնադրամից աջակցություն է ստացել, ֆինանսական աջակցություն։ Անկեղծ ասած մյուսը չէի ուզի ասեմ, բայց ասեմ, որ ցենց սղացնելու էլ տեղ չունենանք։ 44 օրյա պատերազմից հետո մեր եղբայրներ, մեր զոհված եղբայրների, մեր հերոսների 309 ընտանիքի էլեկտրաէներգիայի վճարը այդ ընտանիքների փոխարեն վճարել է Սամվել Կարապետյանը իր միջոցներից։ Մեր ձևովը կարող է ցանկը շարունակել, եթե ԿՊԱ-ականները շարունակեն Սամվել Կարապետյանի անունը ստվերելու փորձերը։ Թերեզա Կադաևչյան, Հայլուր։ Սամվել Կարապետյանի միջոցներով պաշտոնապես բացվել է Տաշիր արենան, Երևանի նոր կրկեսը համաշխարհային Էթերնիա շոուով։ Կրկեսի շենքի պայթեցումից 13 տարի անց Սամվել Կարապետյանի դուստրը բացում է նոր կրկեսի վարագույրը։ Տաշիր արենան դիմավորում է առաջին հանդիսատեսին։ Հրավիրվածների ցանկում երևի թե բոլոր այն մարդիկ են, ովքեր որ ամեն մեկ ինչ-որ փոքրիկ կամ ներդրում է ունեցել այս Տաշիր արենայի եւ Էթերնիա շոուի իրականացման մեջ։ Ինչպիսի տեսք ունի նոր կրկեսը։ Միայն փոքրերին չէ սա հետաքրքրել։ Մեր հետ նաև հայրենական պատերազմի վետերաններ են մասնակցելու։ Այնպես որ մեր սպասելիքները մեծ են։ 102 տարեկան եմ։ Լսում ես մի քիչ լավ չէ, բայց երևի ես հանեմ ավելի լավ լսեմ։ Долго ждал этого момента, потому что мы участвовали. Շատ երկար եմ սպասել այս պահին։ Առիթ եմ ունեցել լինել հին շենքում եւ ուղղակի տպավորված եմ, ինչի է վերածվել հին կրկեսի շենքը։ Տաշիր արենան բացվում է համաշխարհային Էթերնիա շոուով։ Շքեղ, փոթորկոտ, ճկուն։ Հանդիսատեսի աչքի առաջ ծնվում է օդը, ջուրը, կրակն ու հողը։ О любви. Как и все, что происходит в этом мире. Շոուն սիրո մասին է, ինչպես կյանքում ամեն ինչ։ Եթե ընդունենք դա, կյանքն ավելի լավը կդառնա։ Էթերնիան սովորական կրկեսային ներկայացում չէ, այն ամբողջական պատմություն է 4 կարճ պատմվածքներից, որտեղ երևակայությունը դառնում է իրականություն, իրականությունը երազ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս երազն իրականություն դարձրեցին։ Եվ առաջին հերթին Սամվել Կարապետյանին, հորս, ով երբեք չի հանձնվում։ Պապ ջան, մեր մոտ հմեն ինչ ստացվա։ 2.5 ժամ հանդիսատեսը հեքիաթի մեջ է։ Это шоу уникального мирового масштаба. Սա յուրահատուկ շոու է համաշխարհային մակարդակով։ Կարծում եմ հանդիսատեսը կստանա մեծ բավականություն եւ վառ էմոցիաներով դուրս կգա այստեղից։ С большим количеством новых эмоций. Այն ապրումները, որ 8 տարեկանում եմ ունեցել Արցախում, Կարապետյան ընտանիքին խորին շնորհակալություն, որ նման հնարավորություն են ընձեռնել ոչ միայն փոքրերի համար, այլ մեծերին, որ փոքրանան, այդ գնան ինչ-որ չափով ապրեն, ապրումներ ունենան։ Էթերնիա ներկայացման վրա աշխատել է ավելի քան 100 արտիստ։ Տարբեր երկրներից, Եվրոպայից, Ասիայից, ԱՊՀ երկրներից, հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար։ Բոլոր հայերը զանգում են, բա մենք երբ ենք լինելու, մենք երբ ենք լինելու։ Ես բոլորին ասում եմ, մի քիչ սպասեք, կամանց ծրագրերը կփոխվեն եւ ելույթ կունենան նաեւ մեր հայկական կրկեսային կոլեկտիվը։ Էթերնիայի մոգական աշխարհ այսօրվանից կարող են տեղափոխվել բոլորը։ Տոմսերն արդեն վաճառքում են։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Ներքաղաքական թեմաներին անցնենք, եկել է հաղթանակի ժամանակը կարգախոսով հաղթանակ դաշինքը այսօր Էջմիածնի Չարենց թաղամաս է գնացել։ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանին 2 պարով են դիմավորել էջմիածինցիները։ Եթե պարտվել, ապա միայն նարդի խաղալիս սիրելի համայնքի բնակիչներին։ Ինչ անեմ, կրեմ մի հատ։ Կրեմ։ Հա, դու փորձառու եք, ձեր այդքան էլ հեշտ չի լինի։ Եկել է հաղթանակի ժամանակը կարգախոսով Սևակ Խաչատրյանն այս անգամ Էջմիածնի Չարենց թաղամաս է գնացել։ Դուք էլ մեզ վստահության քվետակ, դրանից շատ ավելի շատ են գալու ձեզ հետ քննարկելու։ Ամեն նարդի խաղալ կսովորեմ նորմալ նոր կգամ։ Գնացինք, լավ եք, ժողովուրդ ջան, հաջողություն։ Մինչ այդ հաղթանակ դաշինքի թեկնածուն նախընտրական ծրագիրը կներկայացնի վաղարշապատցիներին։ Ես Սևակն եմ, եկել եմ ձեր հետ ծանոթանամ, պետք է ակտիվ մասնակցել ընտրություններին, որ մեր համայնքի կյանքը ավելի լավանա։ Առաջի համարն է։ Առաջի համարն եմ, հա։ Հա։ Խաչատրյանը հորդորում է նոյեմբերի 16-ին մասնակցել Վաղարշապատ համայնքի ավականու արտահերթ ընտրություններին։ Նրանց հանդիպած մարդիկ հիմնականում խոստանում են, ընտրելու են։ Խնդրենք ակտիվ մասնակցենք ընտրություններին։ Կմասնակցենք։ Հա, շատ լավ է, շատ շնորհակալ ենք, ձեզ լավոր ենք ցանկանում։ Անպայման էլի հանդիպել ենք, շնորհակալություն շատ։ Շնորհակալ ենք, բոլորս մի համոր ուժերով գալ ենք։ Ապրեք։ Մենք ընդելու դա մեր պարտքնա չենք ասում։ Ոմանք չեն խուսափում հենց տեսախցիկի առաջ բարձրաձայնել իրենց ընտրությունը, կրկախառնություններով, ձեռքսեղմումներով, պատշգամբներից ողջունելով հայտնում են իրենց աջակցությունը հաղթանակին։ Բարև ժողովուրդ ջան, հազար բարին ձեզ։ Կարողանանք բոլորս միասին մեր ուզած երազած համայնքը կարողանանք սարքել։ Դրան ոչ մի գործ, ոչ մի համուր միանում են կազմակերպությանը։ Ձեզ լավ օր եք ցանկանում, հաջողություն ձեզ։ Մերսի։ Մենք սենց չենք փոխանցում, բայց հաղթանակի բանը լրիվ փոխանցում ենք։ Ապրեք, ապրեք ջան։ Վիզ գտնենք, դու պետք է անցնես։ Որեսի դզվի։ Մեկա ձեզ ենք ընտրել։ Ապրեք, շնորհակալ ենք շատ։ Սևակ Խաչատրյանին իրենց աջակցությունն են հայտնում ոչ միայն ընտրելու իրավունք ունեցողները, այլև չունեցողները։ Հա, բայց ասունի պապան եմ, հա։ Անչափահասներ, որոնք եկել են Սևակի հետ հանդիպելու։ Անունդ ո՞նց է։ Ազատ։ Ազատ, շատ սիրուն, լավ անուն է։ Դե արի արդ քայլենք, բա քո անունն է։ Արի քեզ էլ պաչեմ։ Դե դու էլ արի ես կողմ։ Նոր այդ հարցերի։ Համայնքի խնդիրների մասին շատ չեն խոսում բնակիչները, ոմանք թերահավատությունից, թե միևնույն է ինչպես առաջ, այդպես էլ հիմա ընտրություններից հետո մոռանալու են իրենց մասին։ Մենք հələ դուք վստահ եք, մնացածը խոսանք դրանից։ Ես հասկանում եմ դուք ճիշտ եք։ Խաչատրյանը վստահեցնում է, իրենք գիտեն ինչ է պետք վաղարշապատցիներին, էջմիածնեցիներին։ Էջմիածնի Չարենց թաղամասի խնդիրները լուծելու ծրագրեր արդեն ունեն։ Մենք ագին ծանոթ ենք դե թաղամասին, շենքերի, տանիքների, կոյուղատարերի մեծ պրոբլեմ կա այս թաղամասում։ Բայց Խաչատրյանի խոսքով իրենք ընտրվելու դեպքում չեն դառնալու միայն խնդիրներ լուծող համայնքային իշխանություն։ Մենք զուգահեռ նաև զարգացման ծրագրեր ենք առաջարկելու, որ չստացվի, որ մոտակա 5 տարիները համայնքապետարանը միայն խնդիր պրոբլեմ լուծող է։ Լեռնամերձի հայտնի կիսանդրու մոտ է գնացել դաշինքի թեկնածուն։ Լենինի արձանի տեղադրման պատմությունը լսել է գյուղի մի բնակչից։ Հա հիմա սա ձեր գյուղը, որ տեղադրել եք այդ արձանն է հենց։ Հա, հա։ Բայց այդ մի արձանն է։ Քարոզարշավի 3-րդ օրը Զվարթնոց թաղամասում է ավարտել հաղթանակ դաշինքը։ 2 պարով են դիմավորել նրանց այնտեղ, կենաց խմել հանուն հաղթանակի։ Դուք մեզ վստահ եք, մենք էլ ձեր վստահությունն արդարացնենք, որ մի քանի ամիս հետո գանք այս թաղամաս, արդեն լրիվ ուրիշ թաղամաս տեսնենք։ Ինչ հաղթություն է, Սևակ ջան, որ դու հաղթես։ Հաղթելու ես չէ, բոլորս։ Հաղթելու ենք, բոլորս հաղթելու ենք։ Թաղամասում քայլերթից հետո դաշինքի թեկնածուն ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ։ Հաջողությամբ պաշտպանել իր դարպասը հարվածներից։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Այս շաբաթ ապրանքների տարանցման սահմանափակումները մեր երկրի համար վերացնելու Ադրբեջանի նախագահի քայլը անհավանական, աննախադեպ, գրեթե դարակազմիկ ձեռքբերում փորձեց ներկայացնել Փաշինյանի կաբինետը։ Հայաստանին անհրաժեշտ հացահատքի գրեթե 29%-ը ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան։ Իշխանությունը սա համարում է ապացույց, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները միայն թղթի վրա չեն ու խաղաղությունը հաստատված է։ Ընդդիմությունը կասկած չունի, որ իրական ապաշրջափակման դեպքում այդ ցորենը առանց Վրաստան մտնելու կարող էր Հայաստան հասնել։ Իսկ Ալիևը այս կշիռ չունեցող զուտ քարոզչական փուչիկը փչել է Փաշինյանի գահավիժած վարկանիշը 2026-ի ընտրություններից առաջ փրկելու համար։ Շաբաթվա գլխավոր այս հարցը կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո։ Չորեքշաբթի Փաշինյանը Մետաքսի ճանապարհ համաժողովին Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ պանելային քննարկմանը իբրև պատմական ձեռքբերում ներկայացրեց Ալիևի որոշումը։ Ընդգծելու համար ասացի ազդեցիկությունը հայտարարեց, թե 1 ամիս առաջ հնարավոր էլ չէր լինի պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը կարող է շնորհակալություն հայտնել Ադրբեջանի վարչապետին, իսկ Ադրբեջանի վարչապետը Հայաստանի վարչապետին։ Այո, Լարա, այստեղից է սկսում է ապատեղեկատվությունը։ Իրականում Ադրբեջանի վարչապետը ոչ միայն շնորհակալություն չի հայտնել Հայաստանի վարչապետին, այլև միայն բարևելիս է հիշատակել Նիկոլ Փաշինյանի անունը եւ ըստ էության պահանջել է երախտագիտությամբ ընդունել Ադրբեջանի նախագահի խաղաղասիրական այս ժեստը։ Իրականում օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի նախագահը չուներ ոչինչ գործնականում ցույց տալու միջազգային հանրությանը, որ ինքը նույնպես պատրաստվում է խաղաղությանը։ Եվ այս կերպ Ալիևին հաջողվեց վաճառել իր խաղաղասիրությունը ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը։ Հայկական կողմի ոչ միանշանակ արձագանքն նպաստեց նրան, որպեսզի ադրբեջանական մամուլը կարողանա Ալիևի այս քայլը ներկայացնել հերթական հաղթանակ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի որ սրանից հետո Ալիևը ինքն է որոշելու տարածաշրջանի ենթակառուցվածքների հարցը։ Բացի այդ, մենք տեսանք նաև Վրաստանում Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ նա պատրաստակամ է հանել արգելքը եւ ապահովել բեռնատարների անարգել տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակը։ Այս շաբաթ էլի մի քանի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, ոչ թե 1, այլ 3 հանդիպում մեկ օրում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Չորեքշաբթի Երևանում, Ստամբուլում ու Հռոմում քննարկումներ եղան։ Արմատներով Արցախցի Հայաստանի աղքի հետ Երևանյան հանդիպմանը ներկա էր նաեւ ոմն Դիլարա Աֆանդիևա, որ 2022-ին էկոակտիվիստի անվան տակ Արցախը շրջափակողներից էր։ Առհասարակ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խաղաղության քննարկումները կարող ենք դրական քայլ անվանել։ Այո, այս հանդիպումները փորձեցին ներկայացնել հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական դինամիկայի տեսանկյունից, բայց պետք է հասկանանք, որ իրականում Ադրբեջանում ընդհանրապես անկախ հասարակություն գոյություն չունի, եւ որպես կանոն այս հանդիպումներին մասնակցում են այնպիսի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կողմից եւ գտնվում են նրանց հովանու ներքո։ Իսկ թե ինչպես վերաբերվեցին Ադրբեջանում այս քննարկումներին, շատ հեշտ կարելի է պարզել ուսումնասիրելով տեղի մամուլը։ Օրինակ ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան, որ ներկա է գտնվել Երևանյան հանդիպմանը, շատ գոհ է եղել հայկական կողմի հետ կազմակերպած այդ հանդիպումից, սակայն վերադառնալով Ադրբեջան, նա հարցազրույց է տվել իր իսկ լրատվականի եւ հայտնել է, որ չնայած մամուլում տարածվող այն տեղեկություններին, թե իբր նրանք Վրաստանի տարածքով են տեղափոխվել Հայաստան, իրականում Բաքվից Երևան եւ հակառակը նրանք թռչել են չարտերային թռիչքով եւ դրա դիտարկմամբ սա նույնպես հաստատված խաղաղության դրսևորումներից մեկն է։ Եթե փորձենք ամփոփել, իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ տարածաշրջանում հաստատվել է իրական խաղաղություն եւ դրա վկայությունն է այն, որ սահմանին չեն կրակում։ Ինչն է խանգարում փորձագիտական դաշտին հավատալ այս խաղաղությանը։ Նախ Ադրբեջանի նախագահի եւ նրա կառավարության անդամների հայտարարությունները պարբերաբար հիշեցնում են մեզ, որ նրանք Հայաստան վերադառնալու են ոտքով։ Բացի այդ, ուսումնասիրելով ադրբեջանական մեդիա դաշտում վերջին մի քանի օրերին տարածվող տեղեկություններն ու նյութերը, կարող ենք դիտարկել, որ իրականում դրանք խաթարում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածվող խաղաղության օրակարգին։
Միևնույն ժամանակ վերջին մի քանի օրերի ընթացքում հղում անելով հայկական լրատվական կայքերից մեկի հոդվածին այն մասին, թե իբր Գեղարքունիքի մարզում հայ բնակչության թիվը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է, նրանք նորից ինֆորմացիոն այս ալիքից օգտվելով շրջանառության մեջ են դրել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան պատմական հողերի վերադարձը եւ հայ բնակչության թվի նվազեցումը նրանք ներկայացրել են որպես նախադրյալ ադրբեջանցիների այդտեղ վերադարձնելու համար։ Նման մոտեցումներ իհարկե բացահայտ կերպով հակասում են երկու կողմերից հայտարարվող խաղաղության օրակարգին եւ տարածքային պահանջներ են ներկայացնում կողմերից մեկի նկատմամբ։ Բացի այդ ադրբեջանական ընդդիմադիր կայքերում վերջին շրջանի այդ հայտարարությունները Հայաստանի սահմանադրության փոփոխության կամ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների իրենց բնակավայրերը վերադառնալու մասին սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը եւ հակասում են երկու երկրների ղեկավարների կողմից հայտարարվող խաղաղության այս օրակարգին։ Նման կերպ Ադրբեջանը փորձում է իր ներքին լսարանին հասկացնել, որ դրսի համար բեմադրվող խաղաղասիրությունը իրականում չի վերաբերում շարքային ադրբեջանցիներին։ Շնորհակալություն Արման, Հայլուրի երկրորդ տաղավարում էր մեր տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Միջազգային օրակարգին անցնենք, երրորդ գիշերն անընդմեջ Մոսկվան գրոհել է Կիևի վրա 11 շրջան միաժամանակ բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Ուկրաինական կողմը մեկ զոհի մասին է հայտնում, 10 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը դաշնության օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։ Ռազմադաշտում թեժ մարտերը շարունակվում են։ Ռուսական կողմը Ուկրաինայի զինված ուժերի 5 տեղակայման վայրի ոչնչացման մասին է հայտնում։ Տեղափոխվենք Գազա, որտեղ իսրայելական ռումբերը որբ են թողել մոտ 40,000 երեխայի։ Կարոտից ու սովից անընդհատ լացող 36 երեխայի են պահում ումը եւ նրա ամուսինը։ Այս երեխաները, որոնք հազիվ են փրկվել իսրայելական ռմբակոծություններից, քնում արթնանում են այստեղ, փլատակների մեջ, մի ժամանակ սա իրենց տունն էր։ Եթե տառապանքից ավելի սարսափելի բառ լիներ նկարագրելու համար մեր վիճակը, ես այն կօգտագործեի։ Մուհամեդ Ալիվան Գազայի բնակիչ է, պատերազմում իր 4 երեխաներին է կորցրել, հիմա իր խնամքին են մնացել 36 թոռները։ Պատերազմում կորցրել եմ 2 որդի, 2 դուստր եւ 1 թոռ։ Թոռներիցս 30-ը 15 տարեկանից փոքր են, 6-ը 15-ից 19 տարեկան են։ Բոլորս քնում ենք քրքրված ներքնակի վրա, քանի որ փախուստի ժամանակ մեզ հետ ոչինչ չենք վերցրել։ Ումը եւ նրա ամուսինը Աբու Մոհամեդ Ալիվան հազիվ են ծայրը ծայրին հասցնում, տարիքն ու պատերազմը իրենց նարել են, հազարումի հիվանդության տեր են դարձել։ Երեխա պահելը այս պայմաններում շատ դժվար է։ Առաջ կյանքը շատ թե քիչ լավ էր, հիմա էլ ուժ չկա դիմանալու։ Պաղեստինցիների այս ընտանիքում օրը մեկ անգամ են հաց ուտում։ Պետք է ընտրեն կամ նախաճաշ, կամ ճաշ, կամ ընթրիք։ Օրը մի անգամ ենք ուտում։ Նրանք, ովքեր նախաճաշում են, չեն ճաշում։ Նրանք, ովքեր ճաշում են, չեն ընտրում։ Երեխաները լաց են լինում սովից, լաց են լինում իրենց մեռած ծնողների կարոտից, բայց ինչ կարող ենք անել։ Ինչպես բացատրել 36 երեխայի, որ իրենց ծնողները դրախտից այլևս չեն վերադառնալու տուն։ Երբեմն նրանց ասում են, որ նրանք դրախտում են, բայց երեխաները հարցնում են, երբ կվերադառնան դրախտից։ Ես չգիտեմ ինչպես պատասխանել նրանց։ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները որբ են թողել մոտ 40,000 երեխայի, նրանցից 700-ը ոչ մի հարազատ չունեն։ Աննա Գյուրնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։